Հայաստանի 3 դպրոցում կսովորեցնեն ադրբեջաներեն։ Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներեն լեզվի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում, այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։ Կայքը հանրակրթական դպրոցներում ադրբեջաներեն լեզվի ուսուցման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն։ Պետական գերատեսչության պատասխանում նշված է. Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363 որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի նա տարածաշրջանային լեզուների ուսուցումը։ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Ն1902 որոշմամբ հաստատված հավելված 1-ի կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարություն բաժնի 6 սրտնպատակի 6.3 հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպում։ Միջոցառման կատարման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի հրամանով հաստատվել են տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը։ Հանրակրթության պետական չափորոշի պահանջը, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն 2 օտար լեզվով բավականին սահուն համապատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ, իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա հասկանա տարաբնույթ տեքստեր, այդ թվում ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ հիմնական միտքը կարողանա կառուցել գրավոր շարադրել։ Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից, որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ։ Ներկայում տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակում իրականացվում է ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուների ուսումնասիրություն։ Ադրբեջաներենի թուրքերենի ուսուցումը կարող է կազմակերպվել բացառապես 10-12 դասարանների սովորողների համար, իսկ պարսկերենի վրացերենի ուսուցումը 5 դասարանից սկսած։ 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներեն լեզվի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում, ծրագրի ներդրումը չի կրում պարտադիր բնույթ։ Համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում կոնկրետ ընտրված դպրոցների ցանկ առկա չէ։ Հավելենք, որ հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին 2 կետերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց պետք է բավարարի նա տարածաշրջանային լեզվի ուսուցում իրականացնող անձը, ներկայացնելով նա լեզվի իմացությունը հավաստող տեղեկատվություն։